Հարգելի փոխոսնակ, հարգելի գործընկերներ, ես պիտի ներողություն խնդրեմ ձեզնից թեմայից շեղվելու համար, մի փոքր մթնոլորտն էլ կփոխեմ, կփորձեմ ազգային ժողովի նիստերի դահլիճի, բայց այսօր մայիսի 12-ին ամբողջ աշխարհը նշում է բուժքույրերի միջազգային օրը եւ ես չեմ կարող անտարբեր լինել այս օրվա հանդեպ, քանի որ ինքս մասնագիտությամբ բուժքույր եմ եւ մի փոքր կխոսեմ այդ մասին։ Մայիսի 12-ը բրիտանացի բուժքույր եւ հասարակական գործիչ Ֆլորենս Նայթինգելի ծննդյան օրն է։ Ֆլորենս Նայթինգելը ստացել է հիանալի կրթություն, տիրապետել է մի քանի լեզուների եւ նրա գլխավոր նպատակն է եղել մարդկանց մահից եւ հիվանդություններից փրկելը։ 20 տարեկանում նա որոշեց դառնալ բուժքույր։ Երկար ու դժվար ճանապարհ անցնելուց հետո 1860 թվականին Ֆլորենսը բացեց Նայթինգելյան փորձարարական դպրոցը բուժքույրերի համար։ Այս դպրոցը դարձավ հիմնաքարային բուժքույրական մասնագիտության համար։ Այսօր արդեն վստահորեն կարող ենք ասել, որ աշխարհի զարգացած պետությունները ունեն բարձր որակի բուժքույրական հաստատություններ, որտեղից դուրս են գալիս պրոֆեսիոնալ բուժքույր մասնագետներ։ Չնայած Հայաստանի Հանրապետությունում առողջապահության նախարարության կողմից կատարված բարեփոխումների, բուժքույրական մասնագիտությունը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու միջազգային որակների հասնելու համար։ Ես կնշեմ մի քանի բացեր։ Առաջին՝ կրթություն։ Ես մնում եմ այն կարծիքին, որ քանի որ ուսումնական հաստատություններ ընդունվում են բոլորը եւ ավարտում են բոլորը, այն չի կարող ունենալ շատ որակական, բարձր որակական հատկանիշներ։ Երկրորդը՝ բուժքույրական ցածր աշխատավարձը։ Բուժքույր պացիենտ համամասնության խախտումը, որը ոչ թե պետք է սահմանվի պացիենտների քանակով, այլ ծանրության աստիճանով։ Չորրորդը՝ 24 ժամի աշխատանք, որը արգելվել է զարգացած պետություններում։ Եվ չնայած այս ու դեռ շատ մարտահրավերներով հանդերձ մեր բուժքույրերը ամենաուժեղն են եւ նրանց աշխատանքով զարմացել եւ հիացել են բազմաթիվ միջազգային հյուրերը մեր Հայաստան ժամանած տարբեր պատճառներով եւ տարբեր այցերի շրջանակներում։ Հարգելի բուժքույր, քո մասնագիտությունը առաքելություն է։ Դու պարտավոր ես լինել բարի, կարեկցող, ժպտեր ես, խելացի, զգոն, բարոյապես ամուր եւ համեստ։ Հիշիր, որ քո մի բարի խոսքը հույսն է պացիենտի, իսկ քո մի կաթիլ ժպիտը բուժում է բազում պացիենտների։ Ուստի մարդկանց ծով առողջությունը կախված է քո անսպառ ժպիտից։ Շնորհավոր օրդ, սիրելի բուժքույր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։